Դեկտեմբերի 16-ից 21-ը այցելեք իդեալ համակարգի ցանկացած խանութ-սրահ ձեր ամանորյա հրաշքի հետևից։ Սալիկներ, սանկերամիկա, պաստառներ, ջերուցում, լամինատ, դռներ եւ ամեն ինչ ձեր բնակարանի վերանորոգման համար մեկ վայրից։ Բաքվում ավարտվել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ իրականացվող կեղծատական քննությունը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, կողմերը հայտարարել են, որ չեն առարկում դատաքննության ավարտի եւ ճառերի փուլի մեկնարկի դեմ։ Բացի այդ, Վարդանյանին նշանակված փաստաբանը ներկայացրել է երկու միջնորդություն, որոնք դատարանը չի բավարարել։ Ադրբեջանական լրատվամիջոցները չեն մանրամասնել, թե ինչ միջնորդություններ են ներկայացվել։ Հաջորդ նիստը կայանալու է արդեն դեկտեմբերի 18-ին։ Ռուբեն Վարդանյանին Բաքուն մեղադրում է մի շարք հանցանքների, այդ թվում Ադրբեջանի դեմ պատերազմ ծրագրելու, նախապատրաստելու, իրագործելու, ահաբեկչության ֆինանսավորման, մարդկանց տեղահանելու մեջ։ Բաքվում պահվող հայերի նկատմամբ դատերն ընթանում են անկախ լրատվամիջոցների եւ միջազգային իրավապաշտպանների բացակայության պայմաններում։ Հիշեցնեմ, Բաքվի դատարանում Լևոն Բալայանը, Մադադ Բաբայանը, Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսետ Փաշայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Էրիկ Ղազարյանը, Վասիլի Բեգլարյանը չեն ընդունել իրենց առաջադրված մեղադրանքները։ Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը եզրափակիչ խոսքով հանդես կգա հաջորդ նիստին, որը տեղի կունենա դեկտեմբերի 19-ին։ Ադրբեջանի դատախազը ավելի վաղ պահանջել էր ՑՄԱ ազատազրկման դատապարտել Արցախի 5 ղեկավարներին, իսկ Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի դեպքում 20 տարվա ազատազրկման, նրանց 65 տարին լրացած լինելու կապակցությամբ։ Մյուս հայերին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը Բաքուն մեղադրում է մի քանի տասնյակ հոդվածներով։ Պաշտոնական տվյալներով Բաքվի ռազմական դատարանում խիստ պատժաչափերի առջև կանգնած է 23 հայ գերի, նրանցից 7-ն արդեն դատապարտվել է երկարատև ազատազրկումների։ Վերջերս Գերմանիայում վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանելով գերիների վերաբերյալ արտաքին հարաբերությունների գերմանական ընկերակցության քննարկման մասնակիցների հարցերին, ասել է, որ զգայուն հարց է այն եւ մեր դիրքորոշումը հետեւյալն էր, որ այս խնդիրը կհասցեագրվի ավելի հեշտորեն համագործակցության եւ խաղաղության մթնոլորտում, քան հակամարտության մթնոլորտում։ Հակամարտության մթնոլորտում հնարավոր չէ, տարբերակ չկա հասցեագրելու այս խնդիրը, սակայն քանի որ մենք ընթանում ենք խաղաղության ամրապնդման ուղղությամբ, ավելի ու ավելի իրատեսական է դառնում փոքր քայլերով այդ խնդրի լուծումը, դա է մեր դիրքորոշումը, ուստի խաղաղություն հաստատելը նշանակում է լուծել այլ խնդիրները նույնպես, դա է մեր ընկալումը։ Լինդա Էուլջեկջյանը նամակ է ուղարկել Մեհրիբան Ալիևային, խնդրելով ներում շնորհել իր ամուսնուն Վիգեն Էուլջեկջյանին, որը գրեթե 5 տարի ադրբեջանական բանտում է, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նամակում նա մանրամասն նկարագրում է ընտանիքի դժվարին վիճակը, ամուսինը չի կարողացել հրաժեշտ տալ մահացած մորը, իսկ իր մայրը ներկայումս պայքարում է քաղցկեղի դեմ։ Բանտարկյալի կինը շեշտում է, որ ներումը կլինի կարեկցանքի դրսևորում, որը թույլ կտա ընտանիքին վերամիավորվել եւ նրանց հորը վերադառնալ երեխաների մոտ։ Հիշեցնեմ, Ադրբեջանի վերջերս հայտարարած համաներման մասին հայտարարությունը վերաբերում է մինչև 20,000 բանտարկյալների։ 2021-ին Բաքվի դատարանը 20 տարվա ազատազրկման է դատապարտել լիբանանահայ Վիգեն Էուլջեկջյանին վարձկանության եւ ահաբեկչության մեղադրանքներով, ըստ մեղադրականի սփյուռքահայը պատերազմել է Ադրբեջանի դեմ դրամական վարձատրության դիմաց։ Ըստ ազատության հարազատները մինչդեռ հայտարարում են, որ Էուլջեկջյանը վաղուց էր Բեյրութից Արցախ տեղափոխվել մշտական բնակության։ Վիգեն Էուլջեկջյանն ազատազրկվել է նոյեմբերի 9-ին համաձայնագրից հետո Շուշիի մերձակայքում, երբ փորձել էր այնտեղ մնացած իրենց անձնական իրերը տարհանել։ Անցած տարիներին Հայաստան վերադարձած 100-ից ավելի ռազմագերիների մեծ մասը Ադրբեջանում անցել է տարբեր քրեական գործերով, ինչը սակայն չի նշանակում, որ դրանք կապ ունեն իրավաբանության հետ։ Ռազմագերիների այս գործերը շինծու են, հարուցվում են ցույց տալու, թե իբր ընթանում են իրավական գործընթացներ։ Եվ այժմ զրուցելու է միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոնի ղեկավար, մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի հետ։ Ողջույն Տիկին Սահակյան, շնորհակալություն միանալու համար։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Տիկին Սահակյան, եւ այսպես հիմա մենք արդեն ականատես ենք լինելու ադրբեջանական դատանների կողմից վճիռների հրապարակման փուլերին եւ երբ են սպասվում, հա, ինչ որ կոնկրետ ժամանակացույց կա դրանց։
Ուրեմն հստակեցնենք, թե ինչ դատավարական փուլերում են, դատաքննությունները ավարտվել են եւ նաեւ ազդարարվեց դրանց ավարտը Ռուբեն Վարդանյանի գործով, այս պահին դատական վիճաբանությունների փուլում են գտնվում գործերը, ինչը ենթադրում է, որ նախ պետք է լսել մեղադրական կողմի ճառերը, դրան հաջորդելու են պաշտպանական ճառերը, որից հետո գործելու է վերջին խոսքի իրավունքը, նշեմ, որ սա իրավունք է ոչ թե պարտականություն եւ բոլոր այն ամբաստանյալները, որոնք ցանկանան այդ իրավունքից օգտվել, նման հնարավորություն պետք է տրվի։ Այս հնարավորության ընձեռումից հետո արդեն դատարանները պետք է հեռանան խորհրդակցական սենյակ դատավճիռ կայացնելու։ Իմ գնահատմամբ մինչև տարեվերջ դատական նիստերը եւ ողջ դատավարությունը ավարտվելու է, հաշվի առնելով ժամկետների սեղմ լինելը, չեմ կարծում, որ ադրբեջանական դատարանները կհասցնեն այդ կանխակալ նախապես կանխորոշված դատավճիռները հրապարակել այս տարի, ուստի ակնկալում ենք, որ 2022 թվականի հունվար ամսին հրապարակվեն նաեւ դատավճիռները։ Եվ բնականաբար այստեղից առանձնապես ակնկալիք էլ չկա, չէ՞։ Ամենևին ոչ, մենք այստեղ խիստ իրատեսական ենք գնահատում իրավիճակը, թեև հանրային պաշտպանի գրասենյակի որոշ ներկայացուցիչներ խնդրել են արդարացնել իրենց վստահորդներին, սա տակտիկական խնդիր է եւ հանրային պաշտպանի գրասենյակը նման գործելակերպով փորձում է փրկել հենց այդ գրասենյակի հեղինակությունը եւ կարգավիճակը, սակայն դրանք որևէ ազդեցություն չեն թողնել դատարկորոշումների վրա, ի սկզբանե գործը նախաձեռնվել է եւ քրեական հետապնդումները իրականացվել են քաղաքական պատվերի հիման վրա եւ այստեղ դատարանները գործիք են գործադիր իշխանության ձեռքերում, ուստի մեղադրական դատավճիռներ են հրապարակվելու եւ ընտրվելու են խստագույն պատիժներ, այդ թվում ծմա ազատազրկման տեսքով։ Ես մի ճշտող հարց տամ, էլի ձեզ, արդյոք այդ այսպես կոչված դատական ակտերի արկայությունը կարող է խոչընդոտ լինել այս անձանց վերադարձի համար։ Ոչ, եթե գործընթացները ամբողջովին իրավական լինեին, ապա դրանք կարող էին ոչ թե խոչընդոտել, այլ մի փոքր բարդացնել վերադարձը, հաշվի առնելով, որ դատավճիռի հիման վրա պատիժ կրող անձանց այլ երկիր փոխանցելը խիստ կանոնակարգված է միջազգային համաձայնագրերով եւ այստեղ պետք է լինի պայմանագրային հիմք պատիժ կրող անձանց այլ երկիր փոխանցելու նպատակով եւ թե Ադրբեջանը, թե Հայաստանը Եվրոպայի խորհրդի դատապարտյալների փոխանցման համաձայնագրի կողմ են, ըստ էության համագործակցությունը պետք է տեղի ունենար այդ համաձայնագրի շրջանակներում, սակայն մեր գերիների խնդիրը քաղաքականացված է, այն քաղաքական օրակարգի եւ սակարկությունների առարկա է, ուստի քաղաքական պայմանավորվածությունները միշտ գերակայել են իրավական լուծումներին, դրա մասին է խոսում նաեւ նախորդիվ փորձը, ռազմագերիներ, որոնք դատապարտված են եղել ադրբեջանական շինծու դատավարությունների արդյունքում, օրինակ 6 տարի, 15 տարի ազատազրկումների կամ 4 տարի ազատազրկումների հայրենադարձվել են առանց իրավական օգնության առնչվող համաձայնագրերի կիրառության, քաղաքական պայմանավորվածությունների ձեռքբերմանը անմիջապես հաջորդել է նրանց ազատ արձակումը եւ իրավական նորմերը ամբողջ ծավալով անտեսվել են, սա հավելյալ ապացույց է, որ խնդիրը մեծապես գտնվում է հենց քաղաքականության տիրույթում եւ տրված լուծումները ամենևին իրավական չեն։ Իմ գնահատմամբ դատապարտյալի կարգավիճակ ունենալը չի կարող խոչընդոտել այս անձանց ազատ արձակմանը, եթե միջազգային քաղաքական եւ բարոյական ճնշման ներքո Ադրբեջանի հետ ձեռք բերվեն պայմանավորվածություններ։
Ես նաև նշեցի, որ Վիգեն Էրուլջեվչյանը, որ 20 տարվա ազատազրկման է դատապարտվել էլի շինծու մեղադրանքներով Բաքվում, նրա կինը նամակով դիմել է Մեհրիբան Ալիևային, խնդրելով կարեկցանքի դրսևորում ցուցաբերել եւ համաներում շնորհել եւ վերջո ազատ արձակել նրան։ Ես նաև հիշատակեցի, որ Ադրբեջանում վերջերս հայտարարվեց համաներում։ Այս մասով ինչ որ ակնկալի կարող է լինել, թե գործելավոճը բոլորի նկատմամբ նույնն է։ Տեսեք, հումանիզմը եւ քաղաքական սակարկությունը չեն նույնանում եւ քաղաքական գործոններն են, որ կարող են տեղաշարժ ապահովել եւ հանգեցնել դրական լուծումների։ Մենք անցյալում էլ ունեցել ենք դեպքեր, երբ ռազմագերու ընտանիքի անդամը կինը խնդիրները ներկայացնելով դիմել են Ադրբեջանի առաջին տիկնոջը հումանիզմ ցուցաբերելու պահանջ հորդորով, սակայն ոչինչ տեղի չի ունեցել, քանի որ խնդիրը մարդասիրական դաշտում չէ եւ քաղաքական տեղաշարժերն են, որ կարող են երաշխավորել այս անձարց ազատ արձակումը։ Ուստի ես մեծ սպասումներ չունեմ, որ այս նամակի հիման վրա Վիգենը ազատ կարձակվի, սակայն չեմ բացառում, որ կեղծ իրավական հիմքեր ստեղծելու նպատակով ներումների եւ համաներումների ինստիտուտը գործարկվի Ադրբեջանում։ Այստեղ հստակեցնեմ, որ ներումը անհատական ակտ է եւ այն կարող է առնչվել կոնկրետ անձի եւ ներում շնորհող սուբյեկտը հենց Ալիևն է, երկրի նախագահը եւ չմոռանանք, որ ներումների հայեցողական գործիքներ, որ հնարավոր դարձրեց Գուրգեն Մարգարյանի մարդասպանի Ռամիլ Սաֆարովի ազատ արձակմանը, անգամ սահմանադրության արգելքների պայմաններում ներման միջոցով նրանք ապահովեցին անպատժելիությունը։ Իսկ համաներումը ընդհանրական ակտ է եւ այն կարող է տարածվել որոշակի խմբի անձանց նկատմամբ, որպես կանոն այն մարդասիրական նկատառումներ ունի եւ համընկնում է կարեւորագույն առիթների հետ, ինչպիսին կարող է լինել անկախությունը կամ այլ նշանակալի իրադարձություններն ու տոները։ Անկեղծ ասած, այս փուլում իրատեսական չեմ համարում, որ քննարկվող համաներումը կտարածվի հենց հայ պատանների նկատմամբ, սակայն առաջիկայում, երբ խաղաղության օրակարգի մեջ ներառնված խնդիրների լուծումները առարկայանան եւ կյանքի այստեղ հենց հումանիտար նկատառումներից ելնելով կարող է Ադրբեջանը համաներման ակտ ընդունել նախքան նրանց փաստացի ազատ արձակումը։ Համաներումը այս դեպքում կլինի ընդամենը տեխնիկական քայլ, որը որոշակի չափով իրավական հիմքեր կստեղծի այս անձանց ազատ արձակման համար եւ Ադրբեջանը հետագայում միջազգային հարթակներում կնշի, որ նրանք օրինական կերպով դատապարտվածներ են, ովքեր մասնակի պատիժը կրել են, իսկ հետագայում պատժի ազատման հիմքը հենց հանդիսացել է իրենց ներպետական ակտը պարլամենտի կողմից ընդունված համաներումը։ Շատ լավ եւ եւս մեկ հարց, ինչ եք կարծում կամ համամիտ եք կամ որքանով եք իրատեսական համարում Հայաստանի քաղաքական ներկայացուցիչների այն պնդումները, որ գերիների զգայուն հարցը հնարավոր է լուծել կամ առավել հնարավոր է լուծել խաղաղության եւ հաշտության պայմաններում, քան հակամարտության։ Ակնհայտորեն խաղաղության եւ գերիների ազատ արձակման միջև կա կապ, կորելացիա, բայց մենք հետևյալ կերպ ենք այդ կապը տեսնում, որ գերիների հարցը դա մարդասիրական խնդիր է, որի չլուծվածությունը առաջ է բերում տառապանքներ, հուզմունք հասարակության շրջանում եւ նվազեցնում է վստահությունը խաղաղության խոստումների նկատմամբ, ուստի գերիների խնդրի լուծումը, ինչպես նաև մարդասիրական այլ հարցերի լուծումը ապահովում է այն նախադրյալը, երբ խաղաղությունը կարող է լինել իրական, գործնական եւ երկարատև։ Ուստի խաղաղության հնարավորության միակ ցուցիչ լինել մարդասիրական հարցերի լուծումը եւ
առաջնահերթով ազարցակումը։ Եթե այս գիտակցմամբ ենք մոտենում խնդրին, ապա կարծում եմ այն կեսունակ թեզ է եւ միջազգային հանրությունն էլ պետք է աջակից լինի այս կոնցեպտուալ մոտեցմամբ խնդիրների լուծմանը։ Եթե համարում ենք, որ խաղաղությունը պետք է կայանա նոր գերիները ազատ արձակվեն, ես այստեղ ավելի շատ տեսնում եմ վտանգներ, քան հնարավորություններ։ Եթե խաղաղության ավարտը համարում ենք փաստաթղթի վերջնական ստորագրումը, վավերացումը եւ օրինական ուժի մեջ մտնելը, ապա դրանից հետո հայկական կողմը հրաժարվելու է միջպետական գանգատներից եւ ադրբեջանական կողմը այլևս իրավական սպառնալիքների ներքո չի գտնվելու եւ կարող է շատ բացարձակ հայեցողական եւ կամայական մոտենալ իր իրավարության տիրույթներում թողնված գերիների խնդրին, այն դարձնելով իրավական։ Ուստի քաղաքական ճանապարհը պետք է ունակ լինի ապահովել գերիների վերադարձ նախքան խաղաղության առնչվող որևէ փաստաթղթի վերջնականացումը, իսկ եթե այն անհնարին լինի, մենք պետք է արձանագրենք, որ խաղաղության նախադրյալներ երկու հասարակությունների միջև գոյություն չունեն եւ բոլոր խոստումները ընդհանրապես ժամանակ ձգձգող գործոններ են, որոնք իրենց մեջ պարունակում են սպառնալիքներ Հայաստանի ինքնիշխանության եւ հայ հասարակության անվտանգության նկատմամբ։ Շնորհակալություն։ Զրուցակիցս միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոնի ղեկավար, Միեդում հայ գերիների շահերի ներկայացուցիչ իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն էր։ Այժմի համար այսքանը, ես Ժիրայր Ոսկանյանն եմ, մնացեք առաջինի հետ։